Կառավարության նախաձեռնությամբ ներկայացված զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի համաձայն նախատեսում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել 17-ամսյա ծառայության ժամկետով։ Դրա գործողությունը տարածելով 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։ 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը սկսելու է 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։ Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։ Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիների պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման եւ ընդլայնման ուղղությամբ կատարված շարունակական աշխատանքների շնորհիվ։ Պաշտպան հայրենիաց ծրագիր, ատեստավորման համակարգ, արհեստավար սերժանտական համակարգի ներդրում եւ այլն։ Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը նախատեսված է կառավարության 2021-26 թվականների ծրագրով։ Հարգելի падգամավորներ, օրենքի նախագիծը հավանության է արժանացել Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից։ Խնդրում եմ օրենքի նախագիծն ընդունել առաջին ընթերցմամբ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, պարոն նախարար, դուք ասացիք, որ ըստ էության հետադարձ ուժ չի ունենում այստեղ եւ նրանք, ովքեր զորակոչվել են մինչև այս օրենքի ընդունումը, կշարունակեն 2 տարի այդ ծառայությունը։ Ես ուզում եի հարցնելից հնարավոր է իրանց մասով մի քիչ այդ արձակուրդները, որ տրվում է, այստեղ որևէ խրախուսական նորմ դնենք։ Սա առաջին հարցը եւ երկրորդ 18-ամյա ծառայության դեպքում փաստացի քանի օր, եթե օրինակ կանոնադրական բաներով ծառայելա ոչ մի խնդիր չունի, որքան օրա ինքը կարողանում նաև արձակուրդ գալ։ Շնորհակալ եմ, պարոն Գաբրիելյան, ես առիթ եմ ունեցել սրա մասին խոսելու, նաև վերջերս քաղաքացիների հարցադրումների շրջանակներում կառավարությունում հարց ու պատասխան եմ ունեցել։ Ուրեմն հետևյալն է, մենք համատեղ ընդունել ենք մի օրենքի նախագիծ, որը թույլ է տալիս ժամկետային զինծառայողների համար արձակուրդը դարձնել 21 օր թիկունքային զորամասերում ծառայող զինծառայողների համար եւ 30 օր սահմանային ծառայություն իրականացնող զինծառայողների համար։ Այսինքն ըստ էության մենք այդ փոփոխությունը, այդ բարելավումը արդեն իսկ իրականացրել ենք։ Եվ սա տարածվում է նաեւ երկրորդ հարցի վրա։ Արձագանք։ Շնորհակալ եմ շատ, պարոն նախարար, այսինքն տարի ու կեսվա ծառայության դեպքում դեռ 1 ամիս էլ, եթե սահմանային է ծառայում, ինքը ըստ էության այդ ժամկետում ունի արձակուրդ։ Այո, իհարկե 18-ամսյա ժամկետը ուժի մեջ մտնելուց հետո այստեղ փոփոխությունների կարիք կունենանք, որպեսզի հստակեցվի, նախորդ որոշումը ընդունված էր 2 տարվա ծառայության համար, այսինքն յուրաքանչյուր 6 ամիս ծառայության ընթացքում զինծառայողը կարող էր 7 եւ կամ 10 օր ունենալ արձակուրդ։ Դավիթ Դանիելյան։ Շնորհակալություն, պարոն նախարար, շատ կարևոր օրենքի նախագիծ եք բերել, որի համար շնորհակալություն եմ հայտնում։ Իմ գործընկերը պարոն Գաբրիելյանը հնչեցեց հարցի առաջին մասը։ Ես ճիշտ եմ հասկանում, որ այս պահի դրությամբ ծառայության մեջ գտնվող զինծառայողների մասով որևէ փոփոխություն չի լինի, այսինքն իրենց 2 տարին են ծառայելու, որևէ արտոնյալ, այդ թվում արձակուրդների մասով չի լինելու որևէ, թե նոր նախագիծ ունեք, որով նաև ավելյալ արձակուրդ են ստանալու։ Իմ մտահոգությունը այդ արդարության մասն է, որ այսօրվա զինծառայողները ես էլ եմ ինքս բանակում ծառայել, չնեղվեն, որ նոր եկողները փաստացի իրենք 6 ամիսա ծառայում են, բայց նոր եկողները իրաց հետ հավասար զորացրվելու են, եւ ինչքանով այս նախագծին օժանդակել նաեւ պաշտպան հայրենաց նախագիծը, որը որ շատ կարեւոր եմ համարում բանակի բարեփոխումների տրամաբանության մեջ։ Շնորհակալություն։ Պարոն Դանիելյան, նախ համաձայն չեմ այն մտքի հետ, որ որևէ անարդար բան կա, անարդարություն այստեղ չկա, քանի որ օրենքը ուժի մեջ կմտնի եւ անմիջապես զորագոչվող զորակոչի վրա այն կտարածվի։ Այն գուցե որոշակի անարդարություն իր մեջ պարունակեր, եթե մենք օրենքը ընդունեինք հունիսի 1-ին։
քանի որ օրենքի մասին խոսակցությունը ավելի վաղ էր եւ օրենքը տարածվեր հունիսի 1-ից հետո կամ հուլիսի 1-ից հետո ծառայության անցնող քաղաքացիների վրա, տվյալ պարագայում ձմեռային զորակոչը գուցե այստեղ անարդարություն տեսներ։ Բայց մենք խոսում ենք մի բանի մասին, որը նոր է տեղի ունենալու եւ նախկինում ծառայության մեջ գտնողների վրա այն տարածելը արդեն անարդար կլինի։